Դա վլա ոստիկանը կարա ասի հրամանենք կատարում։ Երեք պատմեցին, որ դատական համակարգում 60%-ը դե Նիկոլի նշանակած դատավորներն են, չէ՞, ջահել տղաներով ու աղջիկներով լցրել է դատարանները։ Ուրեմն այդ բոլորը եկել են, քանի որ դատավորների համար արտոնյալ հիպոթեկներ վերցնելու հնարավորություններ կա, այդ եկամտահարկի վերադարձով, բոլորը եկել են տներ են վերցրել հենց առաջի օրվանից էլի աշխատանքի անցնելու։ Հիմա ուրեմն որ այս քննարկումներ ա եղել, հին ու նոր դատավորների միջև հներն ասել են, որ խայտառակություն ա էլի, սրբազանին կալանք, բա որ վաղը կաթողիկոսին բերեցին կալանքի, ինչ են կանելու, որ մեկս ա ստորագրելու կաթողիկոսի կալանքը, բանա, այդ ջահելները բան, բա դե հիմա ինչ անենք, մեր գործն էլ էտա բան, հներից մի քանի հոգի հարձակվել ասել ձեր հիպոթեկի տների պատճառով որոշել եք ամեն ինչին կուլ գնաք։ Էդ էլ հրահանգ չկատարող կառույցը, հա, օրենքով սահմանված է, օրենքը տարանջատված է, որ իր անկախությունը երաշխավորված է։ Այդ պատկերացնես արդեն այդտեղ ենք հասել, որ մարդիկ քննարկում են կաթողիկոսին կալանք տանք, թե չէ։